համապատասխան տանենք առաջ։ Սա մենք պատկերացնում ենք նախ արցախահայերի հետ անմիջական շփումներ ունենալու հիմքով։ Մեր արցախահայերն ասում են, որ եթե չլինեն հստակ երաշխիքներ, որ իրանք այնտեղ որպես ազատ քաղաքացի կարող են ապրել, այլ ոչ թե Ադրբեջանի նորից բռնաճնշումների տակ նորից հայտնվեն, եթե այդպիսի պայմաններ չլինեն, ոչ ոք չի վերադառնա։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ արցախահայությունը մի անգամ ցեղասպանություն տեսել է արդեն։ Հիմա այդ պատճառները, դրդապատճառները, այդ պայմանները, եթե չվերանան, նոր ցեղասպանության վտանգը, եթե չվերանա, ոչ ոք էլ այնտեղ չի վերադառնա։ Անհատ անձանց վերադարձի մասին ես չեմ խոսում, հավաքական, դրա համար մենք ասում ենք հավաքական վերադարձ։ Այդ հավաքական վերադարձի իրավունքն էլ պետք է շատ հստակ ստեղ նկատի ունենանք։ Միջազգային առումով այո կարող է երաշխավորվել, երբ որ դա զուգակցվում է բնիկ ժողովրդի իրավունքի հետ։ Այդտեղ մենք չենք խոսում հավաքական ինչ-որ միտեղից ժողովուրդ հավաքվի վերադառնա, ոչ։ Հավաքական վերադարձ այն մարդկանց, ովքեր բնիկ են եւ այդ տարածքում են ապրել հազարամյակներ։ Այս սրանք երբ որ իրար հետ հստակ ընթացքի մեջ ենք դնում միջազգային պրակտիկայով, այդ հավաքական վերադարձը բերում է այդ ազատությամբ մարդկանց վերադարձին իրենց տարածքներ։ Եվ սրա լուծման առաջի հանգրվանը ազատագրում այդ իմաստով ենք մենք ասում, որ մարդիկ կարողանան իրենց ճակատագիրը տնօրինել, կարողանան այո վստահ լինել, որ նոր ցեղասպանություն չի գա։ Այ միջազգային չափանիշներ, նախ միջանկյալ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, ունենա միջանկյալ կարգավիճակ, որը հնարավորինս ապահովի այդ պայմանները եւ դա միջազգային իրավունքով իրավաքաղաքական պայմանները, որոնք որ միջազգային իրավունքով հստակ կան, տարբեր պրակտիկաներ էլ կան, տարբեր փորձեր էլ կան, տես չի որ մենակ նոր ենք այդ հարցը դնում։ Օրինակի համար ես ձեզ օրինակ բերեմ։ Կիպրոսում օրինակ կա Վարոշա քաղաքը, որը համարվում է դատարկ քաղաք, ֆանտոմ քաղաք, որտեղ միջազգային օրենքներով երաշխավորված է, որովհետև որևէ մեկը իրավունք չունի ապրի, քան այն բնիկները, որոնք Վարոշա քաղաքում ապրել են։ Վարոշա պետք է վերադառնան մենակ նրանք, ովքեր որ այդտեղ բնիկ ապրել են եւ իրենց երաշխիքները պետք է ապահովի։ Երաշխիքներից մեկն էլ է, որ իրավունք չունեն բնակեցնեն ուրիշ անձանցով։ Օրինակ մենք պետք է հասնենք նաև այդ վիճակին, որ հասնենք նրան, որ Արցախի ժողովրդի բնակավայրերում ուրիշները չբնակեցվեն, որպեսզի հնարավոր լինի հետ վերադարձը։ Հասկանում եք, այսինքն սրանք այդ process-ի տարբեր էտապներն են, տարբեր փուլերն են, հավաքական վերադարձը իր մեջ պարունակում է բավականին լուրջ գործընթաց։ Եվ սա իհարկե նաև պայմաններից մեկը այդ ազատ ապրելու եւ այդ ցեղասպանության կրկնման վտանգները չեզոքացնելու պայմանների մասին է խոսքը գնում։ Իհարկե Մինսկի խումբը գլխավոր ձևաչափը պետք է մնա, դրա համար ենք մենք ասում, դրա համար իրանք ուզում են վերացնել իհարկե Մինսկի խումբը Ադրբեջանը, որպեսզի ասի այլևս այդ հարցը չկա, այն ինչ որ ես ասեցի, այդ հավաքական վերադարձ ընդհանրապես այլևս չբարձրացվի այն տրամաբանությամբ, ինչ որ ասեցի բնիկ ժողովրդի իրավունքի իմաստով, եւ պարտավորություն չունենա հանկարծ թե չվերաբնակեցնեն, ինքը ամեն ինչ անում է, որպեսզի արագորեն վերաբնակեցնի։ Այսինքն Մինսկի խումբը այն ձևաչափն է, որը ասում է, որ գոյություն ունի Ղարաբաղյան կոնֆլիկտ։ Հիմա այդ կոնֆլիկտի բնույթը փոխվել է այս ընթացքում, քանի որ հայաթափվել է Արցախը, բայց դրանից կոնֆլիկտը չի վերացել։ Հակամարտությունը պարզապես ձևափոխել է իր առաջնահերթությունների իմաստով խնդիրները։
Հիմա գլխավոր խնդիրը պետքա դրվի, այո, այդ Մինսկի խմբի ձևաչափում հավաքական հետ վերադարձի իրավունքի իրացումը։ Էսա։